Հետարքիր է, որ Մարսելում, Բուժձյուրոնում կան բազմաթիվ հայազգի պետական գործիչներ, ովքեր բավական մեծ հաջողությունների են հասել։ Ժամանակին ազգային ժողովում Մարսելը մեր հայրենակիցներ ներկայացնում, հիմա փոխքաղաքապետը մեր հայրենակիցն է, ոստիկանապետը մեր հայրենակիցն է, ինչով է դա պայմանավորված, ինչպես է ստացվել, որ Մարսել, որտեղ այդքան էլ մեծ չի հայկական բնակչության տոկոսը, մեր հայրենակիցները պետական համակարգում ինչ-որ երևացող տեղ են զբաղեցնում։ Maybe because in here everything is difficult. Առաջին պատճառը գուցե այն է, որ այդ աշխատանքը բարդ է, իսկ հայերը չեն խուսափում բարդ աշխատանքից։ Եթե ինչ-որ դժվար գործ կա, պետք է դրա իրականացումը վստահել հայի։ Երկրորդ պատճառն այն է, որ Մարսելում հայերը շատ են, ու հիմա էլ շատ հայեր շարունակում են գալ ու հաստատվել այստեղ։ Նոր եկող հայերը նույնպես ուզում են ներգրավված լինել քաղաքի, նահանգի ու երկրի շենացման գործում ու ակտիվ մասնակցում են հասարակական կյանքին։ Հայի բնավորությունն է այդպիսին, շենացնել այն տունը, որում ապրում ես։ Հայերը դա անում են ոչ միայն երկրի հանդեպ պատասխանատվությունը զգալու պատճառով։ Առաջին հերթին ընտանիքի առջև է իրենց պատասխանատվությունը։ Մենք ուզում ենք, որ մեր ընտանիքը լավ ապրի։ Դա է պատճառը, որ կարիերային աճի ենք ցկտում։ Մեզ համար շատ արժեքավոր է ընտանիքը, ծնողները, երեխաները, թոռները։ Ամեն առավոտ արթնանալիս ես գիտակցում եմ, որ ինչ որ անում եմ երեխաներիս եւ թոռներիս համար եմ անում։